Հարգելի հայրենակիցներ, շարունակվում է գլխավոր դատախազի 2024 թվականի դատախազության 2024 թվականի զեկույցի քննարկումը նախ մինչև հնչեցված այսօր նաև արդեն մեղադրանքներին անդրադառնալը Տիկին Վարդապետյան ինձ թվում է դուք անելիք ունեք մայիսի 9-ին հանրային հեռուստատեսությամբ այսպես 44-օրյա պատերազմի կեղծ լուրերի Մունետիկի Հարություն Հովհաննիսյանի հայտարարությունների վերաբերյալ իրականացնել իրավական ուսումնասիրություն եւ գնահատական հնչեցնել հատկապես ուզում եմ շեշտել այս միտքը մարդկության դեմ իրականացրած հանցագործություն կատարած նացիստական Գերմանիայի եւ Հիտլերի կառավարման ռեժիմը արդարացնելու կամ վտանգավորությունը մեղմացնելուն ուղղված գործողություններով եւ այն էլ ոչ ավել ոչ պակաս խեղաթյուրելով ողջ պատմությունը հլմիատել հայերիս էմոցիոնալ ֆոնը բարձրացնելու համար հայտարարում է թե Հիտլերյան Գերմանիան անկախ Հայաստան էր ուզում պատմական ընդ որում մեր պատմական Հայաստանն էր ուզում կերտել իսկ հիմա անդրադառնամ հնչեցված մեղադրանքներին ակնհայտ է որ ինչպես դուք եք սիրում ասել դիվահարվում եք երբ որ կոռուպցիայի մասին է խոսք գնում անհասկանալի է իսկապես երբ որ պարզ հարց երբ որ հնչում է ինչ եք անում հրապարակվող տեղեկատվության վերաբերյալ նման բուրըն արձագանք է ստալիչում լինում ավելին եւ երբ որ Նիկոլ Փաշինյանը Սամբյոնից հրապարակային հայտարարում է եւ նաեւ կրկնում են մի շարք պատգամավորներ, որ գյուղը գնում է, պահանջում են նախագաներին նստեցնել։ Անկեղծ ասած, այստեղ նստած եւ ոչ մենակ այստեղ նստած, նաեւ ստեից դուրս այդ երևույթներից հետո քաղաքացիները ինձնից էլ պահանջում են թե ինչու օրինակ օրենսդրական փոփոխություն չեք առաջարկում Բարսագույն պաշտոնատար անձանց հոգեբուժական բժշկական քննություն անցկացնելու պահանջը դնելու եւ պարբերաբար այդպիսի պահանջով առաջնորդվելու համար։ Հիմա բերեք գնահատենք որն է ավելի արդար պահանջը օրենսդիր մարմնի ներկայացուցիչներից օրենսդրական նախաձեռնություն անելը թե արդարադատության ֆունկցիան վերցնելը։ Ինչ թվում է օրենսդրական նախաձեռնություն անելը։ Հիմա տեսեք ոչ ավել ոչ պակաս է Սամբյոնից իմ անձի վրա կառուցում են հակակոռուպցիոն քաղաքականություն։ Ես ուղղակի ապշած եմ թե ելույթ ունեցողներին երբ որ վկայակոչում էին իմ 2016 թվականի մեքենան եւ թե նաեւ այն որ թիրախավորելով ուրեմն ընդդիմադիր խմբակցությանը փորձում են ապօրինի գույքը սենց ամբողջությամբ վերագրել ընդդիմադիր խմբակցություններին կամ ընդդիմադիր դիրքերից հանդես եկողներին։ Սա այն դեպքում, երբ որ խեղաթյուրելով ճշմարտությունը փորձ է արում ներկայացնել, թե իբր իրենք հայցվոր կողմ են, այստեղ պատասխանող կողմն է նստած, մի հատ էլ գլխավոր դատախազին մեջ բերում են կատարում։ Ուրեմն դուք վստահ եղեք, դուք պատասխանող կողմ լինելու եք, միանշանակ։ Մենք ոչ թե վիճարկում էինք եւ հայտարարում էինք, որ ոչ մի գույք չպիտի բռնագանձվի, 10 անգամ արդեն այս ամբիոնից ասել եմ ձեզ, ապօրինի գույքը ենթակա է բռնագանձման։ Ապօրինի գույքը ենթակա է բռնագանձման իրավունքի գերակայության սկզբունքին համապատասխան եւ հենց այդ սկզբունքներին համապատասխան Սահմանադրական դատարանը տվել է երկու կարևորագույն ճշգրտում, որի դեպ ձեզ էլ պետք է գա հետագայում։ Այդ պաշտոնավարման ընթացքում ապօրինի գույքի ծագումը ֆիքսելու եւ երկրորդ հանցավոր մի շարք հանցագործությունների մասով գույքի ծագումը կապելու տեսակետից։ Հիմա երբ որ խոսվում է այստեղից կոռուպցիոն երևույթների մասին եւ ասվում է անցյալով, ես Տիկին Վարդապետյան կարծում եմ այս միտքը պետք է ընդունել եւ այո միանում եմ այդ պահանջներին, որ այո ապօրինի գույքի բռնագանձումը պետք է իրականացվի, բայց անցյալ կատարյալով նաեւ։ Եվ երբ որ այստեղ վկայակոչվում է ինչ որ դղյակներ մանումենտում, ես ուզում եմ հարց տալ, իմ այդ դղյակն ումն է։ Կարող եք ասել։
Այն դղյակը, որի մասին ազգային ժողովի նմանակման շենքերի մասին եւ այլն եք ասում, ումն է դա։ Պետությանն է։ Պետությանն է էդի։ Ինչ եք խապել ժողովրդին։ Բա եթե ինքը ապօրինի են, չի պետությանը չի։ Կամ եթե այն գույքերը, որոնք որ հայտարարել եք, որ ապօրինի են ժողովուրդ եւ վերադարձնում են ձեզ, վերադարձնում են ժողովրդին, ժողովուրդը դրանից քոր կոպեկ ստացել է։ Ուր են այդ գույքերը։ Եվ իդեպ, պարոն Ալեքսանյան, բացարձակ ես չեմ խոսում հիպոթեկով տուն ձեռք բերելու մասին, հանկարծ որևէ մեկի մտքով չանցնի, որ ես մարդու բնական իրավունքը, բնակարան ունենալու եւ հիպոթեկով ձեռք բերելու համարում եմ կոռուպցիոն դրսևորում, եթե այն չի ուղեկցվում ապօրինի եկամուտների օրինականացման գործընթացով, բայց ես խոսում եմ այլ բանի մասին, ես խոսում եմ նրա մասին, որ այս դիմացս եւ ձախ կողմից նստած մարդկանց մեջ հսկայական թվով անձինք, որով մինչև 18 թվականը հանրային տրանսպորտով էին երթևեկում եւ վիճարկում էին օրինակ 50 դրամ թանկացումը, որտեղ իրենց գրպանին էր կպնում, ոչ թե հանրության համար, իրենց գրպանին էր կպնում, այսօր ոչ միայն այդ ամենը անտեսել են, այլ նաեւ բազմապատիկ անգամ իրենց եկամուտները շատացնելով, մեծացնելով, ապօրինի բիզնեսի մեջ, ապօրինի բիզնես գործունեություն ծավալելով, ավելին օլիգարխիայի ծավալները էլ ավելին լայնելով, այսօր հասել են համաշխարհային մասշտաբների, համաշխարհային, եւ տեսեք, մի անգամ ասեցիք, հիմա նորից վերահաստատեմ, գնացեք Արշակունյաց պողոտա, գնացեք Տիգրան Մեծ պողոտա, դուք կտեսնեք այնտեղ, թե ովքեր են որ դարձել են մեծահարուստներ եւ գնացեք նաեւ իհարկե դա երևի իշխանապողությունից հետո բարձ կլինի շատ ավելի մեծ ծավալներով թե ապօրինի բիզնեսի մեջ այսօրվա իշխանություններից եւ նրանց հետ աֆիլացված անձանցից քանիսը կան դա անպայման կբացահայտվի իհարկե կբացահայտվի ես դրա համար եմ ասում անցյալ կատարյալով եւ նաեւ ապագային միտված հաստատումներով էս ամենը շարունակենք եւ տանենք առաջ, որովհետեւ կոռուպցիան, որը իշխանության բնական եւ տրամաբանական ծնունդն է, չի կարող կպնել ուղղակի ընդդիմությանը։ Ընդդիմության եւ կոռուպցիայի միջև կապը այն էլ առաջիկա զարգացումների շրջանակներում ուղղակի աբսուրդ է։ Իշխանությունը լծակ ունի եւ օլիգարխներ աճացնելով ու մեծացնելով, տարածելով եւ իր թևի տակ պահելով մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց, օլիգարխիան դառնում է կոռուպցիայի առաջ մղող գործողություն իրականացնող սուբյեկտը։ Եվ երբ որ իշխանապողությունը եղավ, այն ժամանակ պարզվի, թե այստեղ sense նստած հպարտ հայացքներով նայող մարդկանցից քանիսն է որ մաքուր էին։ Քանիսն է որ այս ամբիոնից կեղծում էին իրականությունը։ Եվ այս ամենը գալիս է հաստատելու մեկ բան։ Սիրելի հայրենակիցներ, մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը իսկապես տապալել է ամեն ինչ։ Ազգային հարցում ոչնչացրել է մեր ազգային իղձերը։ Այո, հանձնել է Արցախը, ուրացել է Արցախը։ Հայ ժողովրդին բերել է հսկայական կորուստներ։ Ավելին թիրախավորում է Արցախն ու արցախցիներին եւ չի խոսում անգամ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի մասին։ Եվ դրան զուգահեռ հիմա այս իշխանությունը, որը այսպես ասած կարևոր քայլերից էր համարում ժողովրդավարությունը եւ կոռուպցիայի դեմ պայքարը, ամբողջությամբ թաթախվելով հակաժողովրդավարական գործընթացների մեջ նաև իրականացնելով կոռուպցիոն հսկայական գործարքներ, տապալել է նաև սա։ Եվ դա է պատճառը, որ այստեղից դիվահարված վարքագիծ է դրսևորում, երբ որ պարզ հարց է տրվում, ինչ է կատարվում այս կոռուպցիոն երևույթների բացահայտման ուղղությամբ։ Լրատվականների մասով, պարոն Ալեքսանյան, ոչ միայն տիրապետում եք շատ մեծ ռեսուրսների, նաև հսկայական ֆեյքերի ֆաբրիկայի, դա ամենօրյա ռեժիմով է գնում, ամենօրյա, ու պատահական չի, որ ցանկացած ելույթ այստեղից ճշմարտությունը բացահայտելու ընդդիմադիր պատգամավորի խոսքը կամ փողոցում կամ
պարլամենտից դուրս ցանկացած նման հայտարարություն արժանանում է հսկայածավալ մի հատ գրոհի։ Ոչ թե գնում եք այդ հայտարարության հետքերով եւ բացահայտելու ճշմարտությունը Տիկին Վարդապետյան, այլ միանգամից հարձակում ընդդիմադիր հայացքներով տեր անձանց վրա, գետնին փռելով, ասֆալտին փռելով եւ քրեակատարողական հիմնարկները լցնելով։ Սա է այս իշխանության իրական կերպարը՝ հակաժողովրդավար եւ հակազգային իշխանություն։